Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, միշտ զարմանում եմ, միթե մարդ կարա ամեն ինչը ծախել վլաստի և աթոռի համար, այսքան դավաճան մեր ազգի մեջ որտեղից, ես պրոստը շշմած եմ, ամեն օր ռոլիկները նայելով, տենում եմ, որ ամեն բան անում եմ, որ մի ձև գան վլաստի, նուժելի վլաստը տենց թանկ բան ա, ու դուք ուզում եք այդ աթոռից կախված ելնեք, ես սաղի տեղը ամանչում եմ, վերադառնամ իմ Էջմիածին քաղաքին։ Սա ամբողջը քանդելու են, այս տարածքը մաքրելու են։ Ըստ մեր ծրագրի, ըստ մեր նշված ծրագրերի, այստեղ կառուցվելու են նոր սրճարաններ, մենք հայտեր կներկայացնենք, հասկանանք։ Այս աղբանոցը, այս ամբողջը, նաև հուշեմ, երկաթի ցանկություն հավաքող մետաղ ջարդում ունեցող մարդիկ կարող են գալ նոյեմբերի 17-ին տանել այս ամեն ինչը։ Սա հիշեցնում է Մանվել Գրիգորյանի ուրվականը Էջմիածնում վաղարշաբաթ խոշորացված համայնքում 2018 թվականին այն փոփոխությունները, որ վաղարշաբաթցիներն իրենք էին բերել, կարծես թե կյանքի այդպես էլ չեն կոչվում, ինչ ես կարծում եմ, որ հիմա եկել է ժամանակը, որ հակառակ կողմը։ Ինչ չի զարմացնում այս ջահել լակոտները, թե ինչ են խոսում։ Ինձ զարմացնում է, որ Վազգեն Սարգսյանի աղբերը գալստուկը ձիգ կապած խոսում են իր սանիկի մասին, որի գլխի անունով երդում էր ուտեմ, ու հպարտ նայում է այս ջահելներին, որ Մանվելի անվան հետ են խաղում։ Դու գիտեք իմ հարաբերությունները Մանվելի հետ։ Ես միշտ տղամարդկային եմ նայում, թեկուզ եթե ես մեկի հետ ունեմ հարաբերություն, բայց իմ հարաբերությունները անձնական են և տղամարդկային, ոչ թե ուզենան մահից հետո քանդեն, նոր սրճարաններ սարքեն, ինչ նոր սրճարան արա, ըտեն պրոյեկտը պտիլնի, որը ես եմ գծե, որ դուք մերնեք էլ, սաղ ընտանիքներով էլ քանդվեք, ընդեղ պտի կանգնի հայ ազգի համար են հպարտ պրոյեկտը, որը գծված է և պահպանված է Էջմիածին քաղաքի համար, ոչ թե այս մի սրճարանը քանդեք, մտածեք ում թազա սրճարաններ ծախեք, որտից փող բռնեք կամ մտե փող աշխատեք, Էջմիածին քաղաքում կոմերցիա չկա ձեր համար, Էջմիածին քաղաքը սրբավայր է, և Էջմիածին քաղաքը պետք է մնա սրբավայր, որպես Աստծուտուն, քանդեցիք, որ սրան հասակ, քանդեցիք սաղ մեր երկիրը, սաղ փողով նայեցիք, ու սաղ դոլարով նայեցիք, որ հասանք այսօրին, դրա համար ծախել եք ձեր տունը, ձեր տեղը, ձեր հոգին, ձեր անունը, սատանային, եկեղեցու վրա եք հարձակվում, Կաթողիկոսի կապ չունի, Կաթողիկոսը լավ ավադա, դուք ես մեր ընտանեկան պրոստինը հալել եք, փրել եք, ամբողջ աշխարհի առաջ մուսուլմանական ազգը թքմա մեր վրա, ասում է մենք էլ մեջից պրոբլեմ ունենք, բայց մեր պրոբլեմները նով այմանում, էս եք Էջմիածնեցիներ, էս եք Վազգենի աղբերն էլ գլուխը տմտմբացնելով սենց, ամոթ քեզ, 1000 ամոթ, թո ես ազգը թքի քո երեսին, որ էդ հասնդե աղբորդ ինչ պատասխան ես տալու արա, բայց դու քո աղբորն էլ չես տենա, արժանի չես, որ դու նրան տենաս, ձեզի սատանաներն են տանելու, հարգելի Էջմիածնեցիքներ, ես էլ հավատում եմ, որ ձեր մեջ տղամարդկությունը մնացել է թասիբն ու ինքնասիրությունը, ճիշտ ընտրություն կանեք, ով որ գնում է Էջմիածնի դեմ, Էջմիածնի եկեղեցու դեմ, եթե դուք ընտրում եք նրանց նաև, այն մարդկանց, ովքեր գնում են եկեղեցու և մարդկության դեմ, դրա համար համոզված եմ, որ դուք կանեք ճիշտ ընտրություն, որտև ձեր երեխաների, ձեր թոռների քաղաքն է լինելու, պահեք ձեզ Էջմիածնեցիքին հարիր, վայել, որպես իսկական Սուրբ Էջմիածնի տղաներ և աղջիկներ, կանայք և մարդիկ, սա է մեր սրբությունը, սա է մեր տունը, սա է մեր վաղվա օրը, մնաք բարով։